Շնորհակալ եմ պարոն Բաքոյան, հարգելի գործընկերներ, այսօր ներկայացնելու եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի 2000 գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի, այսինքն խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի տարեկան զեկույցը։ Ըստ էության երկու զեկույցներն էլ հրապարակային ներկայացված են եւ վստահ եմ առիթ ունեցել եք ծանոթանալու զեկույցների բովանդակությանը, հետեւաբար այդ հանգամանքը նկատի ունենալով, նաեւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ընդհանրապես մի քանի րոպեի ընթացքում հնարավոր չէ սպառել այն բոլոր խնդիրները, որոնց անդրադարձ ենք կատարում թե տարեկան հաղորդման, թե տարեկան զեկույցի շրջանակներում, թե նաեւ այն բոլոր խնդիրները, որոնք մարդու իրավունքների առնչությամբ Հայաստանի Հանրապետությունում արկա են։ Ես պարզապես զեկույցի շրջանակներում անդրադարձ կկատարեմ մի քանի հարցադրումների, բայց կուզենամ ի սկզբանե հայտարարել, որ այնպես չէ, որ այն հարցադրումները, որոնք իմ այս ելույթի շրջանակներում չեն ներկայացվում, դրանք խնդրահարույց խնդիրներ իրենց մեջ չեն պարունակում եւ դա երևում է թե մեր տարեկան հաղորդումից ու տարեկան զեկույցից ու երևում է նաեւ մեր պարբերաբար իրականացվող գործունեության համատեքստում, հետեւաբար ուրախ կլինեմ, եթե նաեւ հարցերի համատեքստում հարց ու պատասխանի ձևաչափով այն բոլոր հարցադրումները, որոնք հետաքրքրում են եւ այնպես կստացվի, որ իմ զեկույցի շրջանակներում կամ ելույթի շրջանակներում չեն հնչի, կխնդրեմ նաեւ դրանց վերաբերյալ հարցեր ուղղել, որպեսզի նիստին հետևող նաեւ հանրությունը տեղեկացված լինի այդ թվում այդ հարցադրումների առնչությամբ մեր տեսակետներից։ Ես նշեմ, որ այս տարի մենք մի քանի նորամուծություններ ունեցել ենք մեր տարեկան հաղորդման եւ կանխարգելման ազգային մեխանիզմի տարեկան զեկույցի համատեքստում։ Նախ բացի ավանդաբար ներկայացվող խնդիրներից, որոնք տարիների կտրվածքով մշտապես են ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում, այս տարի մի շարք խնդիրներ ենք հասցեավորել, որոնք մինչ այդ ըստ էության ներկայացված չեն եղել կամ որպես խնդիր համակարգային առումով վերլուծված չեն եղել։ Եթե վերցնենք քաղաքացիական սոցիալ-տնտեսական իրավունքների, հանրային ծառայությունների գործարարության իրավունքի բնագավառը, դրանց թիվը մոտավորապես նույնիսկ կարող է 3 տասնյակի հասնել, հետևաբար դրանք էլ այս պահին ինքս երևի թե չեմ կարողանա հստակ թվարկել, պարզապես կուզենամ հատուկ շեշտադրել, որ մի շարք երևույթներ կան, որոնք նաև հատկապես ակտիվ հրապարակային գործունեության շրջանակներում ենք ներկայացրել, մասնավորապես օրինակ ըստ էության հանրային աղմուկի խնդրին անդրադարձ ենք կատարել նաև խորհրդարանական լսումների համատեքստում, չենք խոսել այս մասին, բայց հիմա կուզենամ հրապարակային ներկայացնել, մինչ այս տարեցները որպես խումբ առանձին, որպես խոցելի վիճակում գտնվող անձանց խումբ եւ այլն շատ քիչ երկրներում է որպես այդպիսին առանձնացված եղել եւ քննարկման առարկա դարձվել։ Մենք այս տարի սա հատուկ առանձնացրել ենք որպես խնդիր, նաեւ շեշտադրեմ, որ ինքս նախորդ տարի ընտրվել էի եվրոպական բոլոր մի փաստաթղթությունները միավորող մարմնի կառավարման խորհրդի անդամ եւ ես ու իմ այլ մի գործընկերները Արևմտյան Եվրոպայի երկրներից առաջարկությամբ ենք հանդես եկել ու կառավարման խորհուրդը հաստատել է, որպեսզի այս ոլորտը եվրոպական ամբողջ տարածաշրջանի համար դառնա առաջնահերթություն, հետեւաբար այս ոլորտը բացի մեզ մոտ քննարկման առարկա լինելուց արդեն որպես առանձին բնագավառ այդ թվում հակախտրականության ու իրավահավասարության ոլորտում նաև ընդհանուր է անդրադարձ կատարվել։ Կուզենամ անդրադառնալ օրինակ պատժից ազատվող եւ բնակության վայր չունեցող դատապարտյալներին բնակարանի վարձավճարի հատուցում չտրամադրելու եւ այլ խնդիրներին, որոնք եւս խնդիրներ են, այսպես ասեմ, հա, սրանց ըստ էության սրանց վերաբերյալ շատ քիչ դեպքերում է հրապարակային խոսվում։ Միևնույն ժամանակ երևի թե ամենախոցելի վիճակում գտնվող խմբերի մասին է խոսքը, հետեւաբար միանշանակ սրանք հարցեր են, որոնց պետք է անդրադառնալ։ Բայց ես երևի թե դարձել այս փուլում չկենտրոնանամ հիմնական դետալները ներկայացնելու վրա, նաև բոլոր 30 խնդիրները չթվարկեմ։ Անդրադառնամ նաև այն հարցին, որ կան խնդիրներ, որոնք նաև նոր տրամաբանությամբ ենք դիտարկել, օրինակ ոստիկանական բռնությունների կամ անհամաչափ ուժի կիրառման հետևանքով արկա տարբեր վարույթների, պատասխանատվության, անխուսափելիության եւ այլ հարցերը միշտ իհարկե քննարկման առարկա եղել են, բայց շատ ավելի տարալուծված ձևաչափով տարբեր հարցերի համատեքստում մենք այս տարի հատուկ հատված ենք առանձնացրել, առանձնացված հատված այս խնդրի առնչությամբ, մասնավորապես խնդրահարույց
կիրառելուց դիտարկելով անհամաչափ ուժի կիրառման կամ բռնությունների կիրառման արդյունքում կլինեն դրանք հատկապես այս ոլորտը ոստիկանական բռնությունների մասով, թե նաև ազատությունից զրկման վայրերում բռնությունների արկայության պարագայում, եթե ուժը անհամաչափ է կամ նույնիսկ վատ վերաբերմունքի դրսևորումների է հանգեցնում, պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի չպահպանման մասին դրա վերաբերյալ հիմա մի փոքր ավելի ուշ կփորձեմ խոսել, սա պարզապես որպես օրինակ բերեցի առանձին խնդիրների, որոնք նաև փորձել ենք որոշակի առումով նաև այլ ձևաչափով ներկայացնել, բայց քանի որ հենց այս հարցադրմանը որպես օրինակ անդրադարձակ, ուզենամ միանգամից բովանդակային խնդիրների համատեքստում հատուկ անդրադարձ կատարել ընդհանուր առմամբ ոստիկանության կողմից կիրառվող ուժի համաչափության խնդրին, որը այսքան տարիների կտրվածքով մենք անընդհատ այս խնդրի վերաբերյալ խոսում ենք եւ մինչեւ այժմ այս խնդիրը ըստ էության լուծում չի ստացել, որովհետեւ տարատեսակ են դեպքերը, երբ մենք արձանագրում ենք առերևույթ անհամաչափ ուժի կիրառման իրավիճակ կամ դեպքեր, իհարկե քննչական մարմին չենք, հետեւաբար կամ դատարան չենք, հետեւաբար ես հիմա չեմ ուզենա այսպես վերջնական դատական ակտերի կոնտեքստով հարցին անդրադարձ կատարել, բայց առերևույթ անհամաչափ ուժի արկայությունն ինքնին խնդրահարույց է միանշանակ ցանկացած իրավական ժողովրդավարական պետության համատեքստում, այս առումով կուզենամ նաև նախորդ տարվա կտրվածքով անդրադառնալ օրինակ հատուկ միջոցների կիրառման հետ կապված խնդրին, որի առնչությամբ երևի թե այս փուլում ամենակարևոր հանգամանքներից մեկը, որին պետք է անդրադարձ կատարել, դրա վերաբերյալ անընդհատ եմ խոսել, նաև տարեկան հաղորդման շրջանակներում եմ արձանագրել, խնդրահարույց եմ համարում այն հանգամանքը, որ մինչ այժմ հանրությունը պատշաճ տեղեկատվություն չունի այն հարցի հետ կապված, թե օրինակ ինչ հատուկ միջոցներ են կիրառվել, ինչ տրամաբանությամբ, համաչափության հետ կապված առնվազն տեղեկատվություն, որը հանրության համար կարող է կարևոր լինել այս հարցերի վերաբերյալ պատշաճ եզրահանգում իրականացնելու համար։ Դարձյալ այս կոնտեքստում հիմա չեմ ուզենա այլ հարցադրումների անդրադարձ կատարել, զուտ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ժամանակը սահմանափակված է եւ ես ստիպված եմ մի շարք հարցերի վերաբերյալ այդ ժամանակահատվածի կոնտեքստում խոսել եւ մի շարք հարցերի անդրադարձ կատարել, բայց եթե լինեն հարցեր նաեւ այս խնդիրների առնչությամբ, ուրախ կլինեմ դրանց պատասխանելու։ Հիմնական հարցը, որ կուզենամ այս համատեքստում բարձրաձայնել, այն է, որ ըստ էության անընդհատ այո խոսում ենք այն մասին, որ այս գործերի առնչությամբ ոչ մենք, ոչ որևէ այլ սուբյեկտ չի կարող եզրահանգում կատարել, բացի պատշաճ իրավասու սուբյեկտներից կլինեն դրանք նախնական փուլում քննչական մարմիններ, հետո դատական մարմիններ եւ այլն, բայց ըստ էության մենք ունենք մի իրավիճակ, երբ թե այս գործի, թե ընդհանրապես անհամաչափ ուժի կիրառման հետ կապված գրեթե բոլոր գործերի համատեքստում շատ քիչ դեպքերում է, որ օրինակ քրեական հետապնդում է հարուցվում պետական մարմինների իրավասու ներկայացուցիչների նկատմամբ, օրինակ ոստիկանության ծառայողների կամ, չգիտեմ, ազատությունից զրկման վայրերում ծառայողների նկատմամբ եւ այլն, ինչը բնականաբար խնդրահարույց է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ անհամաչափություն կա քաղաքացիների նկատմամբ տարբեր քրեական վարույթների շրջանակներում, քրեական հետապնդումների արկայության առումով, հետեւաբար, եթե մոտեցումը միասնական լիներ, միգուցե գաղափար այն կլիներ, որ սա ընդհանուր քաղաքականության կամ ընդհանուր ստրատեգիական դիրքորոշումների արդյունք է, բայց այս դեպքում առնվազն մտահոգություններ բնականաբար յուրաքանչյուրիս մոտ կարող են առաջ գալ։ Հաջորդ հարցը, որին կուզենամ անդրադառնալ, բայց դարձյալ չեմ ուզենա մանրամասները այստեղ ներկայացնել, կրթության իրավունքին վերաբերելի բնագավառ, որտեղ իմ գործընկերների առաջարկությամբ ինձ հետ աշխատող եւ նաեւ մեր համատեղ քննարկումների արդյունքում որոշել ենք նոր բնագավառ ավելացնել, այսպես ասած, մեր կողմից կրթության իրավունքին առնչվող հարցերը քննարկելիս, մասնավորապես ուսումնական հաստատություններում, հատկապես բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների հոգեկան առողջությանը վերաբերել